Ֆիլմի առաջի րոպեներից տեսնում ենք չափազանց մեծ ընտանիք, զբաղված ծնողներ, որոնք ժամանակ չունեն երեխային համապատասխան ուշադրություն տալ։ Տեսնում ենք 10-ամյա Քևինին, ով փորձում է կողմնորոշվել այդ ամբողջ աղմուկի մեջ, փորձում գտնել իրեն, իր տեղն այդ տանը, հասկանալ մյուսներին, նրանց մտածելակերպն ու վարվելակերպը։ Նրա աշխարհը, որ մենք տեսնում ենք էկրաններից այն կողմ, այնպիսի մեծ է ու չբացահայտված, ինչպես մեծի համար դրսի աշխարհը։ Նրա ընտանիքը հասարակության փոքրիկ հայելին է։ Հենց սկզբից էլ նկատվում է, որ նա վառ ընդգծված անհատականություն է։ Հասարակությունը, որը նրան շրջապատում է, այդքան էլ լավ եւ ճիշտ չի վերաբերվում Քևինին։ Օրինակ, մեծ եղբայրը ոչ թե պատասխանատվություն է ցուցաբերում, այլ հակառակն անտեղի վախեցնում կամ նեղացնում է, կամ քույրը թերագնահատում է իր կարողությունները։ Պիցցայի պատճառով ծագած վեճից էլ ծնողները միայն մեղադրում են նրան, իսկ ընտանիքի մյուս անդամները չեն աջակցում։ Փոխարենը նրանք պետք է երկուսին էլ խրատեին, պահպանելով հավասարությունն ու արդարությունը։ Չէ՞ որ Քևինը ուներ պատճառ իրեն այդպես պահելու, եւ նրա մտքում մի բան է, կարծես բոլորը իր դեմ լինեն, բայց չի կոտրվում եւ չի ընկճվում, այլ շարունակում է պահել իր դիրքորոշումը եւ լավ հասկանում ինչն է ճիշտ, ինչը սխալ։ Այսպիսով ունենք մի հերոս, ով երեխա է, ունի մեծ ընտանիք, բայց չի զգում դրա իրական արժեքը, քանի որ չի ստանում համապատասխան սերն ու հարգանքը։ Այդ պատճառով էլ նախընտրում է մնալ մենակ, քան շրջապատված լինել ընտանիքով, բայց զգալ մենակ։ Եվ իր երազանքը պահելուց հետո սյուժեն զարգանում է, նրան դարձնելով այդպիսին, կատարելով հերոսի ցանկությունը։ Մենակ եմ ապրում։